Խնդիր մարդիկ են։ Արցախում ամենաշատ զինվորական ծառայություն անցկացրած տղաները կամ Գյումրիից են եղել, եւ Գյումրիից են եղել եւ Շիրակի մարզից։ Մեր տղաները պատմությունից կամ ֆիլմերից կամ գրքերից չգիտեն Արցախի մասին։ Իրենք այնտեղ ծառայել են, իրենք այնտեղ կռվել են, իրենք այնտեղ հերոսացել են։ Այդ այրունը ուրանալ չի կարելի։ 18-ից 20 տարեկան տղամարդ տղեկը այդ կռվի ժամանակ չեն վախեցել թուրքի դեմը կանգնել ու իրենց պարկ կկատարեն։ Հիմա մեզնից մարտի 30-ին շատ բան չի պահանջվում։ Պահանջվում է գնալ հասնել ընտրատեղամաս, մտնել քվեախուց եւ ընտրություն կատարել։ Կատարել ընտրություն հանուն, այլ ոչ թե ինադու։ Հանուն Գյումրիի զարգացման, հանուն Հայաստանի ապագայի, հանուն այդ տղեկի թափված արյան, հանուն այն մայրերի, որոնք նաեւ մեր հետ են այդ հույսերը կապում։ Հանուն ես երեխային, որ անընդհատ ինձ հետ հավասար խոսում է, ես իրա կյանքին մեռնեմ։ Հանուն այն երիտասարդների, որոնք չեն մոռացել այն պատգամները, որոնք գրված են անկախության հռչակագրում։ Դուք քանի գլխանի եք, որ անկախության հռչակագրից հրաժարվեք։ Դուք ով եք ընդհանրապես, որ եկաք ես երկիր ղեկավարման։ Խաբեցիք ես մարդկանց, մանիպուլացրեցիք ես մարդկանց, կեղծիք տարածեցիք։ Այս մարդկանց ձեռագիրն է այդ կեղծիկը։ Տեսեք, բազմաթիվ նյութեր են շրջանառվում մեր բոլորի մասին։ Սուտ, կեղծիկ, այս սրամարտն է, Միշիկը, Սաշիկը, Գրիշիկը, Սերժիկը, Ռոբիկը, բոլորը բոլորի մարդիկ են, բոլորը։ Մենակ իրանք ոչ մի բանի հետ կապ չունեն, ոչ մի բանի։ Դուք մտածեք, որ դուք Ալիևի ու Էրդողանի մարդիկ եք։ Իմ հարցազրույցից մի փոքր հատված են կտրել, դրել են գովազդի տակ ու պտտում են, որի પર ես իմ համաքաղաքացիներին ասել եմ, որ թուրք ու ադրբեջանցի են։ Հիմա այդ հատվածը ես կդնեմ, ուղիղ եթերել գնում է լայվով։ Մի հատ բոլորս կտեսնենք, որպեսզի դուք պատկերացնեք սրանց ճղճիվության աստիճանը, որովհետև բառացիորեն ասել են, որ փաշինյանականների կողքին ու իրենց սատարում են։ Թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ գյումրեցիները այդ երկու ազգությունների հետ կապ չունեն։ Այդ հատվածը, որ գյումրեցիները այդ երկու ազգությունների հետ կապ չունեն կտրել են, գովազդի տակ են դրել առաջի հատվածը։ Խնդրում եմ ձեզնից մի րոպե դա տանելու։ Մի հատ այս հատվածը նայեք, անցնենք առաջ։ Իմ հզոր համային կուսակցություն, Ռուբեն Մխիթարյան, քվեաթերթիկ, համարին, պլյուս մինուս ճիշտ են օգտագործում են։ Բայց փաշինյանականները հրճվում են, ասում են, որ գյումրեցին մեր կողքին է, հիմա իրենց կողքին է, թե այն անձանց, ովքեր իրականությունը ցույց են տալիս մարդկանց, թե ձեր օրինակ։ Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները տվյալ երկու ազգությունների հետ կապ չունեն։ Այդ հրճվել բառը իրոք բնորոշ է իրենց, որովհետև մենք տեսել ենք, թե իրենք ինչպես են հրճվում ցեղասպանության հուշահամալիրում կանգնած ապրիլի 24-ին։ Այդ հրճվանքը, որը ավելի շատ կենտանական ցինիզմի է նման, իրեն շատ բնորոշ է, գյումրեցին նման մարդ չի։ Գյումրեցին նման մարդ չի։ Գյումրեցին այդ երկու ազգությունների հետ կապ չունի։ Գյումրեցին այս ազգին չեմպիոն տվողն է։ Գյումրեցին այս ազգին արվեստագետ տվողն է։ Գյումրեցին այս ազգին ակադեմիկոս տվողն է։ Գյումրեցին այս ազգին պատիվ, նամուս ու թասիբ տվողն է։
Գյումրեցին մոլորակին Յուրի Վարդանյան է տվել։ Գյումրեցին մոլորակին Արտուր Ալեքսանյան է տվել։ Գյումրեցին մոլորակին Մհեր Մկրտչյան է տվել։ Խաչատուր Ավետիսյան է տվել։ Գյումրեցին այն մարդն է, որ եթե դու ուզում ես իմանաս քո պետությունը, քո երկիրը, քո ժողովուրդը իր կյանքի տվյալ շրջափուլում ինչ հոգեբանական վիճակի մեջ է գտնվում, ինչ սոցիալական վիճակի մեջ է գտնվում, դու անպայման պիտի գաս Գյումրի, պիտի գաս Գյումրի եւ 5 օր ապրես Գյումրիում։ Գյումրեցուն տեսնելով միանգամից կհասկանաս ամբողջ Հայաստանի վիճակը։ Ու դրա համար շատ կարևոր է, որ առաջինը մենք մեջքներս ուղենք։ Մեր ձեռքով սկսենք մեր հարցերը լուծել, մեր խնդիրները լուծել, ամբողջ Հայաստանին տալ զարգացման նոր իմպուլս, ու այդ իմպուլսը պիտի գնա Գյումրիից, ես վստահ եմ, որ գնալու է Գյումրիից, ու հաջողելու է հենց Գյումրիից։ Անընդհատ խոսում են ընտրությունների մասին, անընդհատ խոսում են սա նրան է ձեն տալու, սա նրան է ձեն տալու, սա նրան է ձեն տալու։ Ժողովուրդ ձեր կյանքին մեռնեն, այսքան մարդ է այսօր եկեստեղ, դուք մեզ ձեն տվեք, դուք եկեք մեզ միացեք, սրանց գցելու համար դուք եկեք մեզ միացեք, որովհետև մենք գնալու ենք մինչև հաղթանակ։